Հարգելի հայրենակիցներ, այս տեսանյութի մեջ մի քանի դրվագով հանցակազմեր կան, սկսած ֆիզիկական բռնությունից վերջացրած քարոզչությանը խոչընդոտելով։ Բնականաբար, եթե ընդդիմությունը նման վարքագիծ դրսևորեր, հիմա մի շարք կալանավորումների մասին արդեն իսկ կլսենք։ Իսկ գիտեք, այս վարքագիծը ինչի հետևանք է։ Այս վարքագիծը ուղղակիորեն որդեգրվում է երկրի բարձրագույն բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, երբ երկրի վարչապետը իրեն թույլ է տալիս կնոջ ձեռքից քաշ քշել, անգամ տեսախցիկների առաջ, մատ թափ տալ, մանկահասակ երեխայի հետ գտնվող կնոջ վրա, ընդամենը նրա համար, որ այս մարդիկ ընդդիմադիր քաղաքական հայացք ունեն, այն էլ տեղին արդարացի վրդովմունք ունեն, բնականաբար այդ վարքագիծը վարակիչ է լինելու։ Պատահական չի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան բավականին սահմանափակումներ է նման վարքագծի նախատեսում պաշտոնատար անձանց համար, սկսած խոսքի ազատությունից մինչև նման վարքագծի դրսևորում։ Էլ չասենք, որ ֆիզիկական միջամտությունները դրանք անկախ պաշտոն ունենալու հանգամանքից հետևանքային են։ Հետևաբար, հայեր ջան, հունիսի 7-ին գնացեք ընտրության, որ մեր երկրի ղեկավարը առնվազն բարեվարկության նման խնդիրներ չունենա, սա նորմալ չէ, սա տղամարդկանց հարիր չէ, ընդհանրապես հայ ազգին հարիր է կնոջ պատվումն ու մեծարումը, եւ այդ բնականոն վարքագծային միջավայրին մենք պետք է վերադառնանք շուտով ուժեղ Հայաստանում։